հարկել լինել։ Այսքան ժամանակը հիմա կողքես կանգնած են, բանա Արցախցի են քֆվում, բան են անում, ձեն չեն անում։ Դաժե իմ կողքիններն ասում չհադրվեք։ Ես այս մարդկանց հայոյանքներ են տվել, այս մարդկանց քանի որ իրանց ձեռքը զոհվածների նկարներ կա, ես բացի հարգանքից այս բանին վիճաբանություն չենք ստեղծում, հասարակական կարգը չենք խանգարում, այլապես նստածուցի ենք եկել, հասկացանք, նստածուցի ենք եկել, հանգիստ նստելու ենք, ինչի մասին է խոսքը։ Մեր բան էլ ասեմ, հարգելի ոստիկաններ, Իմիջայլոս, ճիշտ է, ձեզից կոնկրետ ազնապես դեր չի վերաբերում, բայց քանի որ հիմա հասարակական կարգից եք խոսում, երեք ազգային ժողովում համար մեկ ամբիոնը, Բարսագուն ամբիոնը ամենացածր փողոցային մագարտակով անարգեցին մի ողջ ամբիոն, մի ողջ պետական ինստիտուտ եւ ամենավերջին հայոյանքով մենք ստեի համար ենք պատասխանատու։ Իրականության համար ենք, շնորհակալ եմ։ Այդ մարդուց էլ պիտի վտանգ եկա։ Լավ դե ձեզ չեմ ասում անձնապես։ Հիմա դուք էլի անձնապես դարձրեցիք։ Միտն եմ ասում, այնտեղ էլ է հասարակական կարգ։ Պարոն Շարֆելյան, կարող եք սա միացնել օրինակ։ Ինչի համար եք սա բերել։ Դու տալիս եմ որ միացնենք։ Բերել ենք որ ազգային երաժշտություն միացնենք, ուրեմն հայրենասիրական երաժշտություն միացնենք, մի քիչ է թող Snoop Dogg-ից բացի մի քիչ էլ հայկական երաժշտություն լսեն, ճիշտ ասած, միջև որս բացարձակապես խնդիր չի եղել սա միացնելու հետ կապված, բացարձակապես։ Այսօր ճիշտ ասած, քանի որ այնտեղ խոսում էին ծանողները, փորձեցի չմիացնեմ, դե մենք 11-ից սկսել ենք ու չենք միացրել։ Ուղղակի ռեգուլիրովկա անելու ժամանակ տեսա որ ուրիշ կապ է կապել։ Կարող եք օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը միացնել ազգային ժողովին, որ ասում է համբալներ, պատգամավորների, որ ասում է ձեզ կլցնեմ KGB-ի պատվարները։ Հիմա տեսեք հարցին ինչն է, խնդիրն ինչն է։ Հենց հետո որ ես հիմա չեմ կարողանում միացնել։ Փորձեցի ռեգուլիրովկանել, իրանք ուրիշ կապել էին արդեն։ Ես հասկացա որ ուրիշ տեղից կապել են, ուրիշ երկեր են միացնում, ծնգ։ Հա։ Այդ պահին ընդեղից արդեն գորաս որ էդի անջատ եք երաշտում, բայց ես երաշտում չեմ միացրել։ Ընդեղից գորաս երաշտում անցած եք, գալիս է կեռի վանելու։ Ու մոտեցավ ու հայոյում է, ես չեմ միացրել։ Հիմա ոչ մեկ չի միացրել։ Ոչ մեկ չի միացրել։ Ուրիշ մարդ է կապել։ Չէ, բլութուզը հապել, դու էլ կարաս կապնես, ուրիշ մարդ էլ կարա կապնես, կարող եք ասել, որ հայհոյեց ձեզ, իվերջո երբ եք պատրաստվում դադարեցնել ձեր բողոքի ակցիան։ Մենք բողոքի ակցիան ես այսպես ասեմ ձեզ։ Մենք կդադարեցնենք այն ժամանակ, երբ որ մեր գերիների վերադարձով, այսինքն մենք կգտնենք, որ մենք անելիք էլ հնարավորություն կա մեր երկրում, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի սովորական քաղաքացիները, սերտացավ քաղաքացիները կարողանան այլ անելիքով էլ օգտակար լինեն գերիների վերադարձի հարցը։ Այն ժամանակ բնականաբար մեր նստածությունը կդադարեցնենք։ Դուք իրազեկման ակցիա եք իրականացնում։ Այո, բարձրաձայնում ենք, գոնե բարձրաձայնում ենք։ Մենակ անցնող դարձող ինչ է։ Դուք նկատում եք, որ իրենք վատ են զգում մեր այստեղ նստելով։ Այսինքն պրովոկացիաները, որ արվում են, սա բան է, մեր սիրուն աշկերի համար չի արվում։ Իրենց համար դիսկոմֆորտ է, որ մենք այստեղ նստած ենք։ Ո՞վ է մոտեցել ձեզ հայհոյել։ Անձանոթ մեկն էր։ Ներկայացավ իբրև թե բանը զոհվածի ծանոթ, բայց ես մի բան ասեմ։ Զոհվածի ծանոթները այստեղ մի տարի ակցիա են անում, ես ինչ ապրորեք առաջանում։ Այս մարդուն առաջի անգամ եմ տեսել։ Ու այդ ձեռքում նկար կա։ Անկախ ով ուզում է լինի, մարդը նախ հայոյել չի կարող։ Իրավունք չունի մեկ, երրորդը բնականաբար հայոյանքի դեմը 12 անգամ ավել կստանա։ Իմիջայլոց ասեմ ձեզ, որ ես նոր ուղի եթերի ժամանակ Արսեն Թորոսյանի ճիշտ է, ես երբեք թուրք չեմ ասել, իրենք թուրքից վատն են, թուրքը մեզ ֆիզիկապես է ոչնչացնել ցանկացել, իրենք մեզ նաև հոգևոր են ոչնչացնում, նավաստացնում են, հետո են փորձում ֆիզիկապես ոչնչացնել, իրենք թուրքից վատն են, ես ինձ թուրք չեմ ասել, բայց նաև անընդունելի է երեք այդ հայոյանքները մի ողջ պետության, հա, ամբողջ պետության ազգային ժողովի ամբիոնից հերիք տրասգենդեր հանեցին, հիմա էլ Արսեն Թորոսյանին անեցին, հա, բայց ինչ եմ ուզում ասել, ես նոր մի քիչ առաջ մի քանի անգամ ավելի հայոյանքներ իրան հնչեցրել են ու ասել եմ ստեղ սպասում եմ, բնականաբար ինքը չի գալու, անգամ թող գա ոստիկաններով գա խոսենք, տեսնենք թե ինչ են հայոյում, ինքը չի գալու, ուղղակի հարցս որն է, շատ են ցածրացրել ամեն ինչը, շատ են ցածրացրել, ես երեք նստած գիտեք ինչ եմ մտածում, անգամ եմ ասում, մեզի թաշնամի պետք չի, այնա մենք իրար հոշոտում ենք, մեզ թաշնամի պետք չի, թուրքը անելիք չունի, թողնի այսպես մեկ մեզի կհոշոտենք, քիչ կգա առաջ, ինչ կա անելու